Դու հավատում ես, որ այսօր հզոր օր է, ով հավատում որ այսօր հզոր օր է, ասա այսօր իմ օրն է, որ ես հանդիպեմ Տիրոջը։ Գիտես, երբ որ մարդը զգում է իր մեղավորությունը, ինքը ապաշխարում է։ Երբ որ մարդը զգում է իր սխալը, ինքը խոնարհվում է։ Երբ որ մարդը զգում է, որ ինչ որ բանի իր կյանքում այնպես չի, որ Աստված է ուզում, ինքը խոնարհվում է։ Ու գալիս Աստծո առաջ, ու գիտես մի բան ես զգացի իմ հոգու մեջ նոր, երբ որ մենք երկրպագում ենք, հիմա մեր Պաշտը նորից կերկրպագի այդ երկը, ես խնդրում եմ քեզ, Տերը ուզում է քո ապաշխարությունը։ Տերը ուզում է, թե ոնց դու կգաս այսօր իր առաջ։ Գիտես, նա չի ուզում, որ դու նույն ձևի այսօր գնաս քո տունը։ Նա չի ուզում, որպեսզի դու գնաս ու նորից մտնես այն բաների մեջ, որ Աստված չի ուզում։ Եվ այսօր այն օրն է, որ դու մտնես Տիրոջ մեջ։ Այսօր իմ քարոզի թեման է, որ Տերը դրել է իմ սրտի մեջ, որ խոսամ, ինչի մեջ ես դու այսօր։ Եվ դու պետք է մտածես, ինչի մեջ ես եւ ում մեջ ես։ Եվ ինչ ես ուզում ընդհանրապես ասուց, որ Աստված անի քո համար։ Որտեղ նա մեր սիրող հայրն է եւ նա ամեն բան անում է, որպեսզի իր անունը փառավորվի եւ քո կյանքն էլ ունեն այն օրհնությունները, որը Տերը խոստացել է, այն վարձքը, որը Տերը չի ուշացնում, հալելույա։ Գիտեք, հավատացյալ քրիստոնյա լինելը հեշտ չի, արդար լինելը հեշտ չի, սուրբ լինելը հեշտ չի, մաքուր լինելը հեշտ չի, այս ամենի համար ուժ եւ զորություն է պետք։ Պետք է մեր Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունը, որ նա ամեն ժամանակ օգնի մեզ դուրս գալու բոլոր իրավիճակների մեջից, ինչի մեջ մենք ընկել ենք։ Գիտեք, այո, ինչի մեջ ես դու, եւ դու կարող ես այս երկի ժամանակ, ամեն այս երկրպագության ժամանակ հավատա, որ Սուրբ Հոգին ցույց կտա, թե ինչի մեջ ես դու եւ ինչն է քեզ այսօր տանջում։ Եվ Տերը այսօր պատրաստել է քո համար ելքը։ Դու հավատում ես, որ Աստված ելք ունի։ Նա ասում է, չկա մի բան, որից ելքը ես ցույց տամ։ Եվ եթե դու ինչ-որ բանի մեջ ես այսօր, որը քեզ խանգարում է Տիրոջ հետ ավելի մոտիկից հաղորդակցվել, ավելին ճանաչել Տիրոջը, ավելի գնալ նրա հետևից եւ հասկանալ հավատքի, գիտես այն զորությունը, որը գալիս է երկնքից, այսօր պետք է դու խոնարհվես, չեմ ասում կանգնի։ Փակիր աչքերը, դու սպասիր Տիրոջից։ Փակ Տիրոջը։ Այո, առանց Հիսուս կյանք չկա։ Դու ինչ-որ զգում ես քո մեջ, Գերես Տերը հետաքրքիր մի բան անում ու ես ուզում եմ, որ դու մտնես դրա մեջ, հալելույա, այսօր դու պետք է մտնես Տիրոջ մեջ, դու այսօր պետք է մտնես Սուրբ Հոգու մեջ, նա կանչել է քեզ այսօր, որ դու մտնես իր մեջ, որ ազատ լինես, հալելույա, որ ապրես այն կյանքը, որը Տերը կամենում է, որ դու ապրես, նա ուզում է, գիտես օրհնի քեզ, նա ուզում է ցույց տա իր հայրական սերը քեզ, նա ուզում է ցույց տա այն մեծ գինը, որ ինքը վճարել է քո համար, նա ուզում է, որ դու վայելես այն սուրբ ներկայությունը իրա, որ ամեն անգամ գալիս է, որպեսզի օրհնի մեզ, որպեսզի գրկի մեզ, որպեսզի ասի ես ձեզ սիրում եմ, որպեսզի ասի դուք իմն եք, դուք ուրիշինը չեք, ես ձեզ գնել եմ մեծ գնով, որպեսզի դուք փառավորեք իմ անունը, որպեսզի դուք լինեք իմ մեջ եւ ես լինեմ ձեր մեջ, հալելույա։ Փառք Հիսուսին։ Գիտես, դա մեծ պատիվ է այսօր լինել Տիրոջ մեջ, դա մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար, որպեսզի մենք հասկանանք, որ Տերը ինչից է ազատել մեզ եւ ոնց է ուզում հանի մեզ այն ամենի միջից, ինչի մեջ այսօր մենք ընկել ենք։ Գիտեք, սիրելիներս, Տերը խոսում էր իմ սրտի հետ, նա ասում էր, այո, նայիր քո շուրջը եւ տես, թե մարդիկ ինչի մեջ են ընկած։ Գիտեք, եթե մենք նայենք մեր շրջապատը, նայենք մեր կյանքերի մեջ, մենք կտեսնենք ինչի մեջ ենք մենք, ում մեջ ենք մենք, եւ ինչ, գիտես, այն բոլոր աշխարհիկ ցանկությունները, այն գայթակղությունները, աշխարհիկ բոլոր այդ գործերը, որոնք որ ստիպում են մարդուն մտնել դրա մեջ։ Գիտես, մարդիկ այսօր հակառակության մեջ են, մարդիկ այսօր բամբասանքի մեջ են, մարդիկ այսօր մեղքի մեջ են, մարդիկ այսօր ալկոհոլի մեջ են, մարդիկ այսօր կան, որոնք որ նարկոտիկների մեջ են, մարդիկ կան, որոնք խաբեության մեջ են։ Նայեք, տեսեք ինչքան բաներ կան այսօր, որ մարդիկ դրա մեջ են ընկել։ Գիտես ինչի են մարդիկ ընկնում դրա մեջ, որովհետև չեն լսում
նրան, ով որ եկել է, նա ազատել է մեզ ամեն ինչից, ամեն տեսակի մեղքից, ամեն տեսակի սխալ վարմունքներից, նա եկել է, որպեսզի մեզ հանի այդ ամենի միջից եւ դնի իր սրբության մեջ, իր խաղաղության մեջ, իր օրհնությունների մեջ, իր տարածքի մեջ, իր տան մեջ, որտեղ ասում է Տիրոջ տան մեջ կբնակվեմ շատ երկար տարի, հալելույա ժամանակ եւ նրա անունը կփառավորեմ Տիրոջ տան մեջ։ Գիտես մենք նայում ենք եւ տեսնում ենք թե մարդիկ ինչի մեջ են։ Գիտես մարդիկ կան, որոնք տանջանքի մեջ են։ Եվ Տերը ցույց է տալիս մի տարածք, հալելույա, որի մեջ տեղադրել էր ինձ եւ քեզ։ Ասա Տերը մի ուրիշ տարածքի մեջ է տանում այսօր ինձ, որտեղ որ կյանք կա։ Գիտես աշխարհը մի տարածք կա, որտեղ մահն է թագավորում, որտեղ մարդիկ ընկնում են մեղքի մեջ, իսկ մեղքի վարձքը մահն է։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը ինչ մեղքերի մեջ է ընկած եւ մահն է թագավորում։ Բայց Աստված, ասա Աստված, հավատարիմ է։ Եվ նա եկել այսօր մեզ այդ խավարի միջից, ասա խավարի միջից, հանի եւ դնի իր լույսի մեջ։ Եվ արդյոք դու այսօր պատրաստ ես դրան։ Արդյոք դու այսօր ուզում ես դա։ Արդյոք դու փափագում ես ունենալու Տիրոջ գերբնական ներկայությունը, նրա ճշմարտությունն ու նրա արդարությունը ու նրա սրբությունը։ Արդյոք դու հասկանում ես, թե Տիրոջ կամքը որն է այսօր քո համար։ Արդյոք դու կանչում ես հասկացողությանը, որ Աստված հասկացնի, թե որտեղ որ դու պետք է լինես այսօր ու ինչի մեջ դու պետք է լինես։ Բայց ցավոք սրտի, գիտես, Տերը ցույց է տալի, ասում է նայի, ես հանեցի իմ ժողովրդին, նրանց հանեցի եւ ուզում էի տանեի մի միջավայր, մի տարածաշրջան, որի մեջ, ասա որի մեջ, կաթում մեղր էր բխում։ Բայց միջև դրան հասնելը կար մի ճանապարհ, որի միջով նրանք պետք է անցնեին։ Նրանք պետք է մտնեին անապատի մեջ։ Բայց միջև անապատի մեջ մտնելը նրանք պետք է անցնեին ճանապարհ, եւ այդ ճանապարհը տանում էր ծովի միջով։ Եվ այդ ծովը փակ էր։ Եվ նրա միջով ոչ ոք չէր կարող անցնել, 3 միլիոն ժողովուրդ չէին կարող անցնեին այդ ծովի միջով։ Բայց Տերը մի ջանցք բացեց։ Նա բացեց մի ճանապարհ, որի միջով, ասա որի միջով ազատությունն էր նրանց սպասում։ Այդ տեսիլքի իրականացնում էր սպասում այդ ճանապարհի միջով, բայց ժողովուրդը պետք է մտներ այդ ճանապարհի մեջ։ Որտեւ եթե նրանք չմտնեին այդ ճանապարհի մեջ, մենք գիտեինք թե ով էր կանգնած նրանց հետևում եւ ինչ էին ուզում նրանք անեին այդ ժողովրդի հետ, որտեղ մեծ բանակ էր, որը եկել էր ոչնչացնելու այն ժողովրդին, որը Աստված հանել էր։ Եվ դա, գիտես, հրաշագործ ճանապարհ է Տիրոջ համար, որ նա ստեղծել էր իր ժողովրդի ամեն համար, որպեսզի իր ժողովրդին հանի այն տարածքից, որի մեջ նրանք կային, որտեղ որ ինչն էր թագավորում, գիտես, մեղքն էր թագավորում եւ տանջանքն էր թագավորում եւ Աստծո ժողովուրդը տառապում էր այն տանջանքի մեջ, որի մեջ նրան գցել էր աշխարհը։ Եվ Աստված ուներ ծրագիր եւ տվեց այդ ծրագիրը Մովսեսին ու ասեց գնա, հալելույա, խոսիր եւ անիր իմ ժողովրդին։ Գիտեք սիրելիներս, այսօր Տերը ուղարկել է իր Սուրբ Հոգուն։ Նա ասեց ես կգնամ, բայց ես մենակ չեմ թողնի, կուղարկեմ Սուրբ Հոգին, որը կվերցնի ինձանից եւ կտա ձեզ, հալելույա, որպեսզի դուք կարողանաք անցնել այս ճանապարհը։ Բայց արդյոք դու այդ ճանապարհի մեջ ես։ Արդյոք դու անցնում ես այդ գիտես ճանապարհը, որպեսզի հասնես վերջնական նպատակին Աստծո։ Ասա վերջնական նպատակը իր մոտ տանելն է։ Ասա Հիսուսի նպատակը, որ մենք իր մոտ լինենք։ Թանկ Հիսուսին։ Եվ նա ասեց, որտեղ ես եմ, այնտեղ դուք կլինեք։ Բայց գիտես, միջև դրան հասնելը դու պետք է տեսնես, որ հանկարծ չընկնես մի տեղ, որտեղից դուրս գալը շատ դժվար է։
Փառք Հիսուսին։ Ամեն։ Ասա փառք Հիսուսին։ Հալելույա։ Գիտեք, այսօր շատ բաներ կան մեր շուրջը։ Այսօր շատ բաներ ենք մենք տեսնում։ Այնքան բաներ կան, որոնք որ զարմացնում են։ Այնքան բաներ կան, որոնք շփոթեցնում են։ Այնքան բաներ կան, որ գայթակղում են։ Բայց այդ ամեն ինչից ազատողը մենակ Աստված է։ Եթե դու հավատարիմ ես իրան, եթե դու որոշել ես գնաս այդ ճանապարհը, եթե դու որոշել ես Աստծո հետ քայլել, ապա Աստված քեզ կտանի այն ճանապարհով, որի մեջ ինքն է, հալելույա։ Եվ ինքը կանչել է քեզ։ Եվ գիտեք, այսօր այնքան խաբված մարդիկ կան, որոնք որ, գիտես, չեն հասկանում այդ ճշմարտությունը, Տիրոջ, այն գերբնական իր զորությունն ու ներկայությունը, որը ամեն ինչից վեր է, եւ դրանից ուրիշ բացի կյանք չկա։ Գիտես, մարդիկ ուրախանում են աշխարհում ինչ-որ ձեռքբերումներով, բայց գիտես, մենք, ասա մենք, պետք է ուրախանանք միայն նրա ճշմարիտ խոսքով, իր սուրբ ներկայությամբ։ Որտեւ այն ուրախությունը, որ գալիս է, գիտես, սկզբնական շրջանում դա կարող է ուրախություն չթվա քո համար, որտեւ ծանր է, դժվար է արդար լինելը, դժվար է ճիշտ վարվելը, բայց երբ որ դու ապաշխարում ես ու հասկանում ես Տիրոջ կամքը, որը որ բարին է, հաճելին, կատարյալն է, դու ինչ ես անում, խոնարհվում ես եւ վայելում ես Տիրոջ սուրբ ներկայությունը։ Եվ դու տեսնում ես, որ դու մենակ չես, հալելույա, որ քո հետ է ամենակարող Աստված, որ քո հետ նա է, ով որ հաղթել է աշխարհին, որ քո հետ նա է, ով որ սատանային ջախջախել է, ով որ քանդել է անեծքը քո կյանքից, ով որ քո վրա եկող մահվան ոգուն ասել է ոչ, նա իմն է, նա գված այն սուրբ արյունով։ Դու գիտեք, որ այսօր խոսում Աստված։ Աստված խոսում է, նա չի դադարել խոսելուց։ Նա առավոտ կանուխ, լսում ես սիրելիս, առավոտ կանուխ, երբ որ դու արթնանում ես ու աչքերդ նոր բացում ես, նա սպասում է քեզ։ Նա սպասում է քեզ։ Նա ուզում է խոսալ քո հետ։ Նա ուզում է քեզ ցույց տա ճանապարհը, նա ուզում է քեզ բացատրի, սովորեցնի, հալելույա, այն ճանապարհը, որի միջին դու պետք է հավատարիմ լինես իրեն։ Որ դու չխառնվես եւ ուրիշ բաների մեջ չընկնես։ Գիտես, այսօր շատ մարդիկ առավոտյան վեր են կենում ու ընկնում են ինչ անախորժ վիճակի մեջ։ Լսել եք, որ ասում է գնացի մոնգամ կռվի մեջ։ Ո՞վ է լսում է։ Լսել ես այդ ձևի բան։ Գնացի մոնգամ կռվի մեջ, այնուհետ ով տարավ քեզ գցեց այդ կռվի մեջ։ Մենք գիտենք ով է տանում գցում դրա մեջ։ Ու գիտեք, գնացին մեղք գործեցին, մարդը գնում է ինչ-որ մի բան անում, ասում է ընկամ մեղքի մեջ։ Գիտեք, սիրելիներս, մարդը ինչ-որ բանի մեջ պետք է լինի, չկա այդ ձևի բան, որ մարդը ինչ-որ բանի մեջ չլինի, կամ ասում մեջ պետք է լինենք, կամ լույսի մեջ պետք է լինենք, կամ խավարի մեջ լինենք, կամ մեղքի մեջ։ Ում մեջ ես դու։ Ինչի մեջ ես դու։ Ու Տերը խոսում էր իմ սրտի հետ, ասեց, ասա, ինչի մեջ են, թող դուրս գան։ Թող չգնան այն կույր բաների հետևից։ Գիտեք, մարդիկ կան, որ կույր առաջնորդ են, այսօր մարդիկ կարող է մտածեն, հալելույա, ես ինչ-որ մեկի հետևից գնում եմ, բայց ինքը կույր լինի։ Դու պետք է գնաս լույսի հետևից։ Դու պետք է գնաս լուսավորված մարդու հետևից։ Դու պետք է գնաս ճշմարտության հետևից, որպեսզի չընկնես մի իրավիճակի մեջ, որտեղից դուրս գալը դժվար է։ Փառք Հիսուսին։ Լսել եք, ասում է, ընկավ սրա ազդեցության մեջ։ Ընկավ սրա ազդեցության տակ, նրա մեջ դուրս են գալ, ասա այսօր Աստված եկել է դուրս անի ինձ բոլոր իրավիճակներից, բոլոր սխալ իրավիճակներից, բայց դու պետք է ցանկանաս, դու պետք է ձեռքդ մեկնես, դու պետք է ասես Աստված ջան հանիր ինձ, մինչև դու չասես Աստված չի հանի, մինչև դու գոռաս ասես Տեր ների ես փոսի մեջ եմ, հանիր ինձ, չլսեցի քեզ ընկան փոսի մեջ,
Ինչ որ մեկի լսեցի, նրա հետևից գնացի ու մի հատ տեղ ես հայտնվում, գիտես, այսօր շատերը ինչ որ տեղ են հայտնվում, ինչ որ բանի մեջ են ընկնում ու չեն կարողանում դուրս գալ։ Գիտես, ես տեսել եմ մարդ, որ խմիչքի մեջ է ընկել ու չի կարողանում դուրս գալ այդ միջավայրից։ Եվ նրան պետք է օգնել։ Ինչ որ մարդ ընկել է հակառակության մեջ ու չի կարողանում դուրս գալ, պետք է օգնել, Աստված եկել է այսօր օգնելու քեզ։ Բայց դու պետք է որոշում այսօր կարծես ասես, ես ուզում եմ դուրս գամ այս ամեն ինչի միջից։ Ժամանակ չկա, ասած ժամանակ չկա։ Մի մտածի, որ վաղն է լինելու այսօր օրը, որտեղ ասում է, եթե իմ ձայնը լսեն եւ խստացնեն իրենց սրտերը, թող չսպասեն, որտեղ այսօր օրը, ասա այսօր օրն է։ Ու Տերը կոնկրետ խոսում է իմ սրտի հետ, բաներ կան, որ հենց այսօր դու պետք է որոշես։ Որ դու չպետք է թողես, որ գիտես արևը մայր մտնի։ Փառք Հիսուսին։ Եթե ես եմ Տերը, հալելույա, ուր այն փառքը, ուր այն պատիվը ասում է Տերը, եթե ես եմ Աստված։ Գիտես մենք մոռացել ենք ասում պատիվ տալը։ Մենք մոռացել ենք ասում ասոտեղ դնելը։ Եվ ուզում ենք, որ այս ձևի, գիտես, ապրենք։ Հասկանում ես ինչի մասին եմ խոսում։ Դու ուրախ ես գոնե։ Կարող ինչ որ այսօր բաներ քո համար ցավոտ լինեն։ Բայց մի վհատվիր, որտեղ Աստված բժշկող Աստված է։ Ասա Աստված բժշկում է բոլոր ցավերը։ Հալելույա։ Երբ որ մարդու ինչ որ բան ցավում է գնում է բժշկի, ասում է, գիտես քո կույրաղիքը այսօր պետք է վիրահատվենք, եւ դա ցավոտ է լինելու, չնայած ցավազրկում են, հալելույա, բայց դա ցավացնում է այնքան ժամանակ, մինչեւ որ բժիշկը չի միջամտում։ Այսօր քո կյանքի մեջ ես տեսամ Աստված ցույց է տվել, չասես այդպես չի քո կյանքում մեջ կան շատ ցավեր։ Բայց մինչև դու չգաս քո բժշկի մոտ, Քրիստոսի մոտ, ամեն, դու չես կարող ազատվել այդ ցավերից։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Գիտես Մատթեոս 15-րդ գլուխ։ Գիտես, ես ցցվել էի։ Ես ասում եի Տեր իմ Աստված, ոնց կարա այդ ձևի լինի, որ մարդը գնա ընկնի ինչ-որ բանի մեջ, հակառակության կամ ինչ-որ սխալ բանի մեջ, ոնց։ Գիտես, հենց ընենց մարդը ինքը իրանով չի ընկնում, նա ինչ-որ բանի նայում է, ինչ-որ բան նրան ավելին է ձգում, քան թե Աստված, դրա համար էլ դատանում է, գցում է դրա մեջ։ Ու մի մտածեք, որ Աստված թույլ չի տալու։ Աստված մեզ որոշում կայացնելու ընդունակություն է տվել։ Ասա Աստված նայում է իմ որոշմանը։ Ինչ որոշում ունես դու այսօր։ Գիտենաս կասես Ռուզան, կներես ինձ, ես սխալ եմ քո հանդեպ, հալելույա, վարվե, ներիր ինձ, հալելույա, թե կասես Ռուզանն ով է, որ գնամ Ռուզանից եմ ներողություն խնդրեմ։ Ու ինչի մեջ կմնաս այդ նույն իրավիճակի մեջ, որի մեջ գցել են քեզ։ Դու չես ընկե, քեզ հրապուրել է ու տարի գցել է Տեր։ Ասա Տեր, այսօր իմ օրն է։ Ես աղաղակել եմ եւ դու հանելու ես։ Փառք Հիսուսին։ Գիտեք ինչքան ընտանիքներ կան այսօր անախորժության մեջ են։ Հակառակության մեջ։ Անարգանքի մեջ։ Ասա մեջ։ Ով է ուզում, որ դրա միջից Աստված անի։ Բայց դու պետք է ուզենաս։ Կա բանաձև, կա Աստծո խոսքը, կա մի ճշմարտություն, որը Տեր ասում է, դրանից բացի ուրիշ ճշմարտություն չկա։ Հիսուսն է ճշմարտությունը, ճանապարհը ու կյանքը։ Արի իմ մեջ։ Հալելույա։ Գիտեք շատ ժամանակ ասում էի Տեր իմ Աստված, քեզ թույլ տալի, որ այս ձև լինի, քեզ թույլ տալի, հալելույա, գիտես ինչն էր ստե, չլսեցին Հիսուսին, իրանց համար վարդապետներ, իրանց համար ինչ-որ մեկին ընտրեցին, ու այդ մեկը տարավ գցեց իրանց ինչը, փոսի մեջ։ Գիտեք, այսօր, եթե մենք ընտրել ենք լույսը, ընտրել ենք Հիսուսին, երբեք փոսի մեջ չես հանդիպ։ Լսում ես դու։ Երբեք փոսի մեջ չես հայտնվի։ Չասես, գիտես, դե Տերը թույլ տվեց ընկան փոսի մեջ։ Ոչ։
Չկա է ձեր բան Աստծո խոսքի մեջ։ Ով որ Հիսուսի մեջ է, ազատ է։ Ով որ Հիսուսի մեջ է, լույսի մեջ է ման գալիս։ Եվ նա տեսնում է փոսը։ Բայց դե Հիսուսը տեսեք ինչ ասում Մատթեոս 15-րդ գլուխ։ Թույլ տվեք նրանց։ Հալելույա։ 13-ից նա էլ պատասխան տվավ եւ ասեց. ամեն տունք, որի եկնավոր հայրը չտնկեց, կփոքվի։ Թույլ տվեք նրանց, կույր առաջնորդներ են կույրերի, երբ որ կույրը կույրին կառաջնորդի, երկուսն էլ փոսի մեջ կընկնեն։ Ստես դու կույր առաջնորդներ, գիտես ով էին նրանք կրոնավորները, ովքեր որ Աստծո, հա, աստվածությունը ընդունում էին, բայց Աստծո կամքով չէին ապրում։ Կույր էին եւ կույր առաջնորդներ։ Գիտես իրեններս այնքան բաներ են Տերը ցույց տալիս, որ մարդ այո, երբ որ առաջնորդում է, ինքը պետք է լույսի մեջ ման գա։ Ինքը պետք է արդար լինի։ Ամեն հարցում ինքը պետք է արդար լինի Աստծո առաջ։ Բայց եթե մարդը ինքը որոշում է իր համար առաջնորդ վերցնի, ու կարող է աշխարհի միջից վերցնի այդ առաջնորդին, ու իր հետևից գնա, իր գործերը անի, ինքը ստիքյան գնալու է այդ կույր առաջնորդի հետ ընկնի փոսը։ Ստես դու։ Դու ատում ես, որ աշխարհի բոլոր գործատուները, բոլորը, ովքեր Քրիստոս չունեն, կույր են և կույր առաջնորդ։ Եվ դու համաձայնում ես ու գնում ես այդ կուրորեն, չիմանալով թե ուր ես գնում, որտև Աստված լույսի մեջ է քեզ պահում, որպեսզի փոսը չընկնես, չհայտնվես մի տեղ, որտեղ որ Աստված չի ուզում, որ դու հայտնվես։ Ինչ պետք է անես դու, ընտրես քո առաջնորդին եւ նրան վստահես ու նրա հետևից գնաս։ Փառք Հիսուսին, որպեսզի աշխարհն էլ տեսնի, որ դու լույսի մեջ ես ման գալի, որ քո Աստված կենթանի Աստված է։ Փառք Տիրոջը։ Ասա փառք Հիսուսին։ Դա ուրախ մարդ։ Ես հիմա տեսնում եմ իմ հոգու մեջ, որ ստե մարդ կա, որը իր սիրտը հակառակության մեջ է, Աստված ուզում է քեզ հանի այդ հակառակության միջից, դուրս արի այդ փոսից։ Պարանակցելու հանի։ Ես տեսնում եմ այդ պարանն էլ, այդ պարանը իր խոսքն է այսօրվա, քո համար։ Վաղը կարող է այդ պարանը չլինի։ Փառք Հիսուսին։ Մարդկա որ տանջանքի մեջ է, մարդկա որ կասկածանքի մեջ է, մարդկա որ անվստահության մեջ է։ Գիտեք, ինչ որ բանի մեջ պետք է լինես սիրելիս, դու չես կարող ասես ես նեյտրալ եմ։ Ես նեյտրալ դիրք եմ վեկանում։ Կա չէ եկեղեցու մարդիկ ասում են ես նեյտրալ դիրք եմ վեկալել, նեյտրալության մեջ եմ։ Չի կարող նեյտրալության մեջը, հա, չկա այդ ձևի բան Աստծո խոսքի մեջ։ Կամ տակ կամ սառը։ Նեյտրալ վիճակ չկա, ասում քանի որ գաղ ես կփստեմ քեզ իմ բերանից։ Այսօր օրն է, ասա այսօր օրն է։ Ես Տեր որոշում եմ կայացնելու։ Նես չնի որ դու իմ ասածը ասես, դու քոնը ասա։ Դու քոնը ասա ասում։ Մի ասա այն ինչ որ ես ասում եմ առանց հասկանալու, հասկանալով ասա, Տեր ուզում եմ։ Որովհետեւ չասես հովը ասեց, ես էլ հետևից ասեցի։ Ստես դու։ Ես զգում եմ Սուրբ Հոգու գերբնական ներկայություն։ Դու ուզում ես։ Կամ մարդը որ զգում է Տիրոջ ներկայությունը։ Տերը եկել է ազատագրելու մեզ, հանելու, այն ամեն ինչի, այսօր մարդ կա, որ գիտես, ասեմ, ընտանիքի մեջ, հիմա իմ հոգու մեջ մի հետաքրքիր բան է, սա որ կռիվ է։ Այսօր եթե դու հավատաս, Աստված հանելու է քեզ այդ կռվի միջից։ Ով ասում է այդ կռվի միջից։ Դուրս գա այսօր։ Գիտես, մենք տեսնում ենք, չէ՞, ասում են կռվի մեջ փլավ չեն բաժանում։ Լսել եք այդ ձևի խոսք։ Հալելույա, բայց կռվի մեջ գցող ով է։
Ով է քեզ գցում կռվի մեջ։ Մջայլ տղա էր գնաց ընկավ կռվի մեջ, տվեցին սիրտը կողեցին ու սպանեցին։ Ինչի համար։ Ինչի համար։ Ինչն է պատճառը։ Տեր մի թույլ տու, որ ես ընկնեմ կռվի մեջ։ Իմ կռիվս ուրիշ կռիվ է։ Ասա իմ կռիվը պետք է ուրիշ կռիվ լինի։ Մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի, մեր պատերազմը ուրիշ կռիվ է։ Նրա կռիվն է, որ հանգարց քեզ չմոլորեցնի ու չտանի գցի փոցը։ Ու Տերը խոսում էր սրտիս հետ, ասեց. այո, ես եմ որ եմ, որտեվ առանց ինձ ոչինչ չեղավ, ինչ որ եղավ եւ ինչ որ կա, ես եմ առաջինը եւ վերջինը, ես եմ ալֆան եւ օմեգան, ես եմ սկիզբը ու վերջը, բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաք։ Չգիտեմ, որ երկում էր, բաշը, որ երկրպագում էր, ես զգացի, որ իմ ներսից, իմ սրտից արտասունքները թափվելու են, որ իմ սիրտը լացում է, ես մարդ ասում է, իմ սիրտը լացում է, բայց նայում ես, էլի նորից նույն կյանքն է, եթե քո սիրտը լացի, ու դու իսկականից հասկանաս, որ դու մեղավոր ես, որ դու սխալ ես, այդ ժամանակ կգա ճշմարիտ ապաշխարություն, ու դու կզգաս, որ Աստված հավատարիմ է։ Հալելույա։ Ասա Տեր, ես երբեք չեմ հակառակվի քեզ։ Ամեն բան արա սիրելիս, որ մնաս Քրիստոսի մեջ։ Ամեն բան արա, որ լինես Աստծո տան մեջ։ Գիտես Սողոմոնը մի հատ հետաքրքիր աղոթք էր անում, երբ որ կառուցեց տաճարը, ասեց ես որ ես ժողովուրդը գան ու քո տան մեջ աղոթք անեն։ Ասա կա Տիրոջ տուն, որի մեջ մարդիկ աղոթք կանեն ու դուրս կգան իրանց մեղքերից, իրանց սխալներից, բայց Տիրոջ տան մեջ։ Ու Տեր դու նայիր քո տան վրա, որ դու ստեղծեցիր, հալելույա, երկրի վրա։ Եվ թող այն ինչ որ մենք անում ենք, հալելույա, ամեն քո անվան համար թող լսելի լինի քեզ։ Ու Տիրոջ աշկերը, ասա Տիրոջ աշկերը իր տան վրա են։ Չխաբվես սիրելիս, այսօր այնքան խաբված մարդիկ կան, որոնք մտածում են, որ ասում է ծովը ծնկներից է։ Լսել եք այդ ձեր բան, ծովը ծնկներից է։ Բայց ծովը ծնկներից չի լինում, որտև կամանց, ամեն, դա խորասուզելու է, որտև ընկել է արդեն այդ միջավայրը։ Այսօր շատերը վատ միջավայրի մեջ են, վատ ընկերակցությունների մեջ են։ Կա այդպես բան, թե չկա։ Ընկել է սխալ շրջապատի մեջ, ընկել է սխալ մարդկանց ազդեցության տակ։ Այսօր Աստված ուզում է, ասա Աստված ուզում է, որ մենք չընտրենք կույր առաջնորդների, որ չգնանք կույր առաջնորդների հետևից, որտեղ կույրը կույրին կառաջնորդի եւ երկուսն էլ փոսը կընկնեն։ Բայց մեր Աստված եկել այսօր, որպեսզի մեզ առաջնորդի լույսի մեջ, որ մենք լույսերի մեջ ման գանք։ Հալելույա։ Որ գնանք լույսի միջով, ամեն ցերեկը ինչու էր լույսը, ամեն ամպիսյունը, ես գիշերը կրակիսյունը տանում էր։ Այսօր նույն Աստված չի փոխվել, Սուրբ Հոգին տանում է, հալելույա։ Եվ մենք ուր պետքա գնանք, նրա հետևից պետքա գնանք։ Որտեղ որ նա է ասում, որտեղ ես եմ, այնտեղ կլինի իմ ժողովուրդը։ Հալելույա։ Դու չես կարող Տիրոջ ծածկոցի տակից դուրս գաս։ Ես դու հենց Տիրոջ ծածկոցի տակ դուրս եկար, ընդ մի հատ ուրիշ առաջնորդ հանդիպելու քեզ։ Դու գիտեք սատանան ինչքան առաջնորդներ ունի երկրի մեջ։ Կույր։ Չէ, գոնե գիտեք։ Ես ձեզ ասում եմ, իմացեք։ Սատանան լիքը պաշտոնյաներ ունի երկրի մեջ, որոնք ամեն ինչ կանեն, որպեսզի
Աստծո ժողովրդին կուրացնեն ու տանեն իրանց հետևից։ Հալելույա։ Գիտես անառակ որդին ընկել էր մեղքի մեջ։ Ընկել էր մեղքի մեջ, բայց վերջում լավա գիտակցեց ինքը իրան գալով։ Ասա այսօր ես ինքս ինձ եմ գալու։ Ասաց ինքը իրան եկավ։ Եկավ ինչի այն իրավիճակի մեջ, որից դուրս էր եկել։ Հիշեց, որ ախր իր հերը ամեն բան ունի, որ իր հերը լիքը հնարավորություններ ունի, ինքը հիշեց, որ աշխարհի մեջ այն բոլոր առաջնորդները, այն ամենը, որը գողացավ տարավ այն իր բոլոր հնարավորությունները, գցեց մեղքի մեջ, գցեց այդ փոսի մեջ, գցեց այդ տեղը, որտեղ որ խոզերն էլ չէին թողում, որ ինքը հաց ուտեր, ինքը իրան գիլավ հիշեց, հալելույա, որ ես դուրս պետք է գամ սրա միջից, խոզերի միջից պետք է դուրս գամ, որտեղ ես հայր ունեմ, հիմա եթե դու ինչ-որ բանի մեջ ես, ասա հայր, ձեռքերդ բարձրաց, ասա հայր, ես խնդրում եմ քեզ, որ ես ինձ հանես այն բանի միջից ինչ-որ խանգարում ա քեզ, ինչ-որ ինձ ա խանգարում, չասես ես չունեմ այդ ձևի իրավիճակ, կամ արդիկ ես, գիտեք հետաքրքիրը որն է, հիմա Սուրբ Հոգին ցույց ա տալի, որ չկա մեկը, մեկն էլ չկա, որ ինչ-որ բանի մեջ հայտնված չլինի։ Դու գիտես, որ կարաս այսօր հայտնվես սիրո մեջ, ով է ուզում սիրո մեջ հայտնվի, կա մարդը, որ ուզում է սիրո մեջ հայտնվի, Փառք Հիսուսին, չեն այս բանա, որ ոչ մեկը երևի լուրջ ուզում եք հայտնվեք սիրո մեջ, խաղաղության մեջ, հնազանդության մեջ, խոնարհության մեջ, հավատքի մեջ, ով է ուզում, դուրս արի այսօր, այն ինչի մեջ, որ այն ինչ որ խանգարում է քեզ ազատ լինելուն, դուրս արի, չեմ կարում, չես կարում կօգնենք, դրա համար եկել ենք, որ այսօր օգնենք, կաղոթենք, հալելույա, Աստված ասում է, խոսքն ասում է, հալելույա, խնդրեցեք ու կտրվի ձեզ, Փառք Հիսուսին, ես չեմ աղոթի, քո կողքինը կաղոթի, հետո չմտածես հովն ասում է, միջև արի իմ մոտ, չէ, կողքինդ, ձեռը դիր կողքինիդ վրա, ասա այսօր Աստված ուզում է քեզ օգնի, որ դու հայտնվես իրա մեջ, նայեք սիրելիներս, մի հետաքրքիր բան, որ հիմա իմ հոգու մեջ ես տեսնում եմ, մենք աշխարհի մեջ ենք, ճիշտ է, ապրում ենք աշխարհի մեջ, բայց դու գիտես, որ գալու է սրա վերջը ու հայտնվել ես մի ուրիշ բանի մեջ, կամ դրախտի մեջ, ստես դու, ով ազում դրախտի մեջ հայտնվի, հիմա դուրս արի աշխարհի միջից, որ հայտնվես դրախտի մեջ, աշխարհի կյանքից դուրս արի, այդ տանջանքներից դուրս արի, հակառակությունից դուրս արի, թերավատությունից դուրս արի, այդ ինչի մեջ դու հայտնվել ես դուրս արի, Փառք Հիսուսին, կա մարդը որ ուզում է դուրս գա, ես հավատում եմ որ կա, վերջում մի հատ էլ ենք երգելու, Պաշը օգնելու անձի, այսօր լացել եմ ես, լացս եկա, որ Տերը ցույց տվեց, ինչի մեջ են այսօր իր ժողովուրդը, ու գիտես ցավալին որ նա երբ որ ասում ես մարդը մտածում է, էսի դե հովիվն ասեց, հովիվը չի ասում, Աստծո խոսքն է ասում, մի փնտրեք ձեզ կույր առաջնորդներ, մի գնացեք կույրերի հետևից, մի նրանց ավելի բարձրացրեք նրանց համար, հալելույա, ես եմ, Տերն է, ասում է ես եմ, որ եմ, Փառք Հիսուսին,
Հալելույա։ Ասա ես այսօր մկրտվելու եմ Տիրոջ մեջ։ Ով ասում այսօր մկրտվի Տիրոջ մեջ։ Փառք Հիսուսին, քո մեջ Տեր։ Ապաշխարելու եմ ու գամ քո մեջ։ Փառք Աստծո։ Ինչի է ձևի եղավ։ Գիտեք, ոչ մի մարդ չի կարա ոչ մի հարց լուծի, ոչ մի հովիվ, ոչ մի առաքյալ չի կարա հարց լուծի, եթե Սուրբ Հոգին ամեն կանգնածա դրա հետևում։ Ստես դու։ Եթե Սուրբ Հոգին այսօր կանգնած աստե ու ինքն է ամեն ղեկավարում, հալելույա, ուզում է աշխարհի ամենաուժեղ հովիվը դա, ինքը չի կարա հարց լուծի, որովհետև Սուրբ Հոգու հետ ոչ մեկը հարց չի կարա լուծի։ Ստես դու, մարդու հետ կարան լուծեն, բայց երբ որ Սուրբ Հոգին ա տանում, այդ ճանապարհի մեջ մարդը չի կարա խանգարի ու մարդը չի կարա հարց լուծի։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Երբեք չպրտրես ինչ-որ մեկին, ով որ կարա հարց լուծի։ Եկեղեցում հարց լուծողը Սուրբ Հոգին ա ու Աստծո խոսքը։ Ամեն։ Հարց լուծողը Սուրբ Հոգին ա իր խոսքի միջոցով։ Եթե ինքը ասում է հակառակությունը չեմ ընդունում, ուրեմն չի ընդունվում դա։ Ով ուզում է գա ասի, հա, ինչքան լավ քարոզիչ գա ասի, էսի ճիշտ է, խի այս իրավիճակը, հալելույա, խոսքը ասում է, չես կարա դեմ լինես Աստծո խոսքին դու։ Ամեն։ Ով ուզում է լինի, ես էլ եմ ասում, եթե Աստված տանում է, ինչքան բաներ եղավ ճանապարհին, երբ որ Աստված իր ժողովրդին տանում էր։ Ինչքան հակառակվող մարդիկ կային։ Ինչքան մարդիկ օգտագործեց սատանան, որ կանգնեցնի Աստծո ընթացքը։ Մենք տեսնում ենք, թե ազգեր դուրս եկան, մարգարեին էր ուզում օգտագործել, սատանան Աստծո ծառայողին ուզում էր օգտագործել, որ գան օանից էր, բայց գնաց ասեց ինչ որ ասում է Տերը, նա եմ ասելու, ու չկանացավ ինքը ուրիշ բան ասի, որտեվ ուր տարան օրտնեց, որտեվ այս շուրթերը չեն կարա, բայց ծածուկ, լսեք, ծածուկում կարա թշնամու հետ կնքվի պայմանագիր։ Ստեք դուք, Փառք Հիսուսին, ու ինքը ցույց տվեց մեղք գործելու ճանապարհը։ Դուք լավ գիտեք ում մասին եմ ասում, երբեք մի ընտրեք նրան, ով որ մեղք ընտրելու ճանապարհն է քեզ ցույց տալի։ Ընտրեք նրան, ով որ մեղքից ազատության ճանապարհն է քեզ ցույց տալի։ Հակառակությունից դուրս գալու ճանապարհն է ցույց տալի։ Աստծո սիրո ճանապարհն է ցույց տալիս։ Հալելույա։ Ընտրիր լույսի մեջ քայլող մարդու։ Ով ուզում է որ լույսի մեջ դուրս գա։ Ու իր հետևից կտանի իր ընտանիքը։ Ես նայում եմ, գիտեք, իմ հոգու մեջ ու Տերը մի ընտանիք է ցույց տալի, որտեղ ամեն բան խառնված է հոգևոր աշխարհում։ Ու խառնված է, շատ ուժեղ է խառնված։ Ու իրանց ասում է աղոթի իրանց համար, որտեղ ես ցավում եմ։ Ես երբ որ Տերը ցավում է, ինչքան էլ քո համար այդ ընտանիքը սովորական լինի, բայց եթե Տիրոջ համար սովորական չի, քո համար էլ սովորական չի դառնում։ Դու սկսում ես աղոթել, աղոթում ես, ուզում ես, որ հաղթեցիր, հալելույա, որ խաղաղություն է, ու այդ ընտանիքը կարող է ինչ-որ խաղաղության մեջ ու մտածի ինքն է։ Ինքը հաղթարեց, դուրս եկավ դրա միջից։ Ասա աղոթքը հանում է։ Ասա աղոթքը հանում է մարդկանց իրավիճակներից։ Ու ես հասկացա մի բան, որ ես պետք է լինեմ աղոթքի մեջ։ Գիտես որ կա տեղ, որտեղ որ դու մտնում ես աղոթքի մեջ։ Ով գիտի որ կարա մտնի աղոթքի մեջ։ Վախի չեք մտնում։ Վայ, այնքան վատ վիճակ է, այս եղբայրս ինձ չի սիրում, այս եղբայրը այն քույրիկը խոսացել է իմ համար, այն մեկը ստենց ասում, հալելույա, Աստված ասում է դուրս արի։ Դուրս արի դրա միջից։ Դուրս արի փնևելի միջից, մտի աղոթքի մեջ։ Ու դու մտնես աղոթքի մեջ, հալելույա, Տերը ցույց է տալի։ Դու քեզ ճիշտ պահել ես,
Տեր իմաստված դու գիտես, դու ճիշտ ես պահում քեզ, որտեղ դու դուրս եկած այն միջավայրից մտար աղոթքի մեջ։ Ամեն։ Հակառակության միջից դուրս եկար մտար ինչի մեջ։ Բամբասանքի միջից դուրս եկար մտար աղոթքի մեջ։ Հալելույա։ Գիտես, մարդը, երբ որ ինչ-որ մի բանի մեջ է, իրանից հոտ է գալի։ Դու գիտես, որ հոտ է գալի։ Ինչքան են ինքը ուզում է ծիծաղա, մեկը եթե ինքը դրա մեջ է երևում է, որտեղ Սուրբ Հոգին տեսնում է։ Սուրբ Հոգին գիտի ինչի մեջ ես դու։ Դուրս արի այսօր։ Այսօր ես աղոթելու եմ։ Դու էլ ես աղոթելու։ Ասա այսօր ուզում եմ Աստված ջան մտնեմ աղոթքի մեջ։ Բարեխոսեմ ինքս ինձ համար։ Դու ուզում ես բարեխոսքես քո համար։ Մտի աղոթքի մեջ։ Հալելույա։ Ինչ պարտադիր աղոթեմ։ Պարտադիր է։ Որտեղ Աստված ասում պարտադիր է։ Անդադար աղոթեք, պարտադիր է։ Ասում է թե չի ասում։ Ժամանակ չունեմ, դե գնա։ Ում ես ընտրե քո համար ինչ-որ մեկին քթել ես, որը որ ինչա կույր է, ու քեզ էլ ուզում է կույրացնի։ Եթե դու աղոթքի մեջ չես մտնում, 100%-ով կուրանալու ես։ Եթե քեզ եկել են ասում են մտի աղոթքի մեջ ու դու չես մտնում, նշանակում է դու կույր ես։ Դու խավարի մեջ ես։ Դու մեղքի մեջ ես։ Եթե դու հավատքի մեջ չես, դու մեղք ես գործում։ Եվ Աստված ինչ անում, Սուրբ Հոգին հենց եկել է մեղքը անհավատությունը դատապարտի մեր մեջ։ Ինչի՞ չես հավատում։ Ես այսօր հավատքի մեջ եմ ուզում մտնեմ։ Գիտես խեմ ուզում մտնեմ հավատքի մեջ, որտեղ հավատքի մեջ հրաշքներ կան։ Որտեղ Հիսուսը գնաց իր հայրենիք, որպեսզի հրաշքներ գործի, բժշկություններ անի, բայց հավատ չտեսավ, որտեղ մարդիկ հավատքի մեջ չէին։ Բայց որտեղ որ հավատքի մեջ մարդիկ կային, ընդ զորություններ էր լինում։ Դու ուզում ես հավատքի մարդ դառնաս։ Մտի հավատքի մեջ։ Հավատքը լսելուց է։ Լսելն էլ Աստծո խոսքից։ Քանի րոպե տրամադրում։ Փառք Հիսուսին։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Չէ լուր ստանում ես, ուրախ ես։ Ո՞վ է ուրախ ես օրվա համար։ Գիտեք, ես ձեզ ասեմ, ես երեկվանից աղոթում եմ ասում Տեր Աստված, ինչ ես ուզում որ խոսեմ, ինչ ես ուզում որ խոսեմ, Տերը ոչ մի բան չէր խոսում, մենակ ցույց էր տալի, մարդկանց թե ինչի մեջ են, այս մեկը սրա մեջ է, այս մեկը սրա մեջ է, այս մի ընտանիք է սրա մեջ է, այն մեկը նրա մեջ է, դու սրա մեջ ես, Հալելույա, ընե չի, որ ինձ ցույց չի տվե, հալելույա, ես կատարյալ եմ, ոչ, ինձ ցույց տվեց, ասես դու սրա մեջ ես, դուրս արի։ Ասում եմ, ինչ կարոզ եմ Տեր։ Հալելույա։ Ու հիմա ես զարմանում եմ, լուրջ եմ ասում, որ ես չէի իմանում, թե ինչ պետք է կարոզեմ, մինչև Պաշը չերկեց։ Բայց ամբողջ քարոզը այս 2 օր Տերը իմ սրտի մեջ ցույց է տալի։ Ինչի մեջ ես, ինչի մեջ է ժողովուրդը, ինչի մեջ են, մարդիկ գիտես, մեղքի մեջ են, ու չեն ուզում, գիտես, ասեմ, որ մեղքի մեջ ենք, այ հովի ջան, մեղքի մեջ եմ ընգե, ումից ես թաքցնում, ումից, գիտես, կան բաներ քրիստոնեական, որոնք մենք պետք է պահենք, հալելույա, հանգարց հովին ասեմ կարող է ճիշտ չհասկանա, այնդ հովիվը ով է որ ճիշտ չհասկանա, եթե դու ճշմարիտ ձևով եկել ես Աստծո առաջ։ Ով է հովիվը որ չհասկանա։ Եթե ինքը տեսնում է, գիտես, մաքուր սրտով, սրտանց, որ դու եկել ես, ինչ անես։ Խնդրես, որ ապաշխարես ու աղոթես, որ մտնեք իրար հետ աղոթքի մեջ։ Փառք Հիսուսին։ Տեր ես մտնելու եմ քո մեջ։ Բարձրացած ձեռքերդ ասա, ով է ուզում, եթե չես լսեք, երբ որ ես ասում եմ բարձրացած ձեռքերը, դու համաձայնվում ես։ Ամեն։ Եթե չես ուզում մտնես Տիրոջ մեջ, մի բարձրացրա։ Բայց ով որ ուզում է, թող բարձրացնի ձեռքերը։
Տեր, ես ուզում եմ։ Ես եմ ուզում, բայց դու պետք է ոչ թե իմ ասած ուզելն ես ասում, հա, ով ասեց ուզում է, ես էլ եմ ուզում, չէ, դու ասա ես էլ եմ ուզում, Տեր։ Ես ուզում եմ այսօր մտնեմ քո մեջ։ Հալելույա։ Ամեն։ Մի հատ հետաքրքիր բան էլ կատարվեց, լավ, Փառք Հիսուսին։ Էդի կասեմ, Տերը օրհնի, ով որ մեզ նայելու է, թող օրհնի, ու ես հավատում եմ, որ այսօրվա խոսքը նաև ձեզ է վերաբերվում, եւ ինչի մեջ այսօր դու կաս, Աստված պատրաստ է քեզ դրա միջից հանելու։ Ու ես օրհնում եմ քո որոշումը, եթե դու ճիշտ որոշում կայացնես այսօր, Աստված քեզ կհանի այն իրավիճակների միջից, որի մեջ դու ընկել ես, Հիսուսի անունով։